Իրանը հայտարարել է, որ շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը եւ թույլ չի տա ԱՄՆ-ին ուժի ցուցադրություն իրականացնել տարածաշրջանում։ Այս մասին հայտնել է Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի փոխհրամանատար Մոհամմադ Աքբարզադեն։ Նա կասկածի տակ է դրել Վաշինգտոնի հայտարարությունները, թե Իրանի նավատորմը ոչնչացվել է։ Եթե ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանի ռազմածովային ուժերը ոչնչացված են, ապա ինչու է Հորմուզի նեղուցը դեռ փակ եւ ինչու նավթային տանկերներին թույլ չեն տալիս անցնել։ Եթե մեր օդատիեզերական ուժերը ոչնչացված են, ապա ինչպես են մեր հրթիռներն ու անօդաչու սարքերը շարունակում հարվածել թիրախներին, հայտարարել է փոխհրամանատարը։ Վերջինիս խոսքով իրանական ուժերը հրթիռներ եւ անօդաչուներ են արձակում ոչ միայն ստորգետնյա բազաներից, այլև ծովից եւ օդից։ Նա նաեւ զգուշացրել է, եթե նեղուցի շրջափակումը երկար շարունակվի եւ նավթի գները աճեն, ապա 2 շաբաթվա ընթացքում ԱՄՆ տնտեսությունը կարող է բախվել լուրջ խնդիրների։ Իսրայելի ուժերը հայտարարել են, հայտնաբերել են հրթիռի արձակում եւ որ հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը վերացնելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ուժերը հայտնաբերել են Իրանից մեր պետության տարածք արձակված հրթիռների արձակում։ Հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ, ասվում է հայտարարության մեջ։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մեկամսյա հրադադարի առաջարկ է արել Իսրայելին, խոստանալով այդ ժամանակահատվածում զինաթափել շիաների Հեզբոլլա աշխարհազորը։ Հաղորդվում է պետության ղեկավարը իր խաղաղության առաջարկը իսրայելական կողմին է փոխանցել Լիբանանում ԱՄՆ դեսպան Մայքլ Իսայի միջոցով։ Աունը հայտարարել է, որ հրադադարը անհրաժեշտ է, որպեսզի լիբանանյան բանակը կարողանա ավարտին հասցնել կառավարության կողմից հաստատված բոլոր անօրինական կիսառազմական խմբավորումների զինաթափման ծրագիրը։ Նա ընդգծել է, նման գործողություն անհնար է իրականացնել ռազմական պայմաններում։ Վերջինս պնդել է, որ պետական զենքի մենաշնորհի իրականացումը չի կարող ավարտվել Իսրայելի գործողությունների սրման ֆոնին ցամաքում, օդում եւ ծովում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Ռուսաստանը կարող է որոշ չափով աջակցել Իրանին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ընթացքում։ Այս մասին նա խոսել է Fox News-ի եթերում։ Կարծում եմ նա հնարավոր է մի փոքր օգնում է նրանց եւ հավանաբար նա կարծում է, որ մենք էլ օգնում ենք Ուկրաինային, նշել է Թրամփը խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Հաղորդավարը հիշեցրել է, որ Վաշինգտոնը իսկապես աջակցություն է ցուցաբերում Կիևին, ինչի հետ ԱՄՆ նախագահը համաձայնել է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ երկրի օդային տարածքը խախտող ցանկացած սպառնալիքի դեմ։ Իր ելույթում Էրդողանը ընդգծել է, Թուրքիայի ուղղությամբ արձակված 3-րդ բալիստիկ հրթիռը սադրիչ բնույթ է կրել եւ նշել է, Անկարան ուշադիր հետևում է զարգացումներին։ Մենք ուշադրություն ենք դարձնում ոչ միայն իրադարձությունների տեսանելի կողմին, այլև ամենակարևորը այն բանին, թե ինչ է կատարվում կուլիսներում։ Մենք չենք բացառում որևէ հնարավորություն կամ սցենար։ Վերլուծում եւ ուսումնասիրում ենք բոլոր գործընթացները, մինչեւ ամենափոքր մանրուքը։ Այս շրջանակներում, ինչպես արեցինք 3 երեկոյան, մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, կանխելու մեր օդային տարածքը խախտող ցանկացած սպառնալիք։ Մեր գերակա խնդիրն է երկիրը հեռու պահել այս կրակի օջախից, հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Վերջինս նաեւ դիմել է Թուրքիայի քաղաքացիներին, կոչ անելով նրանց զգոն լինել Իրանի դեմ հարձակումներից հետո բորբոքվող կրոնական եւ էթնիկ սադրանքներից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է Իրանից Թուրքիայի ուղղությամբ հերթական հրթիռային արձակումը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հայտարարության մեջ նշվում է, դա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է եւ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային կայունությանը։ Բաքուն համերաշխություն է հայտնել Թուրքիային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայումս չի նախատեսում ռազմական գործողություններ իրականացնել Իրանի միջուկային օբյեկտների դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նրա խոսքով, այս պահին ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի հրթիռային եւ անօդաչու համակարգերի ոչնչացման վրա։ Ոչ, մենք հիմա այդ հարցի վրա չենք կենտրոնանում, սակայն հնարավոր է ինչ-որ փուլում դրան էլ կանդրադառնանք, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Իրանի ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել 10 վայրի, որտեղ կարող էին գտնվել իսրայելցի առաջնորդներ։ Այս մասին հաղորդում է Ալ Ջազիրան, հղում անելով ԻՀՊԿ-ին։ Թիրախների Իսրայելում առաջնորդների 10 բնակության վայրերն էին, ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Վերջինս նշել է, որ 10 թիրախներից 7-ը գտնվում էին Թել Ավիվում, 2-ը Ռիշոն Լեցիոնում եւ 1-ը Շոհամում։ Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ 9 ժամ քննությունից հետո բավարարել է գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը եւս 1 ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Գործարարը եւս 1 ամիս կմնա խիստ սահմանափակումներով տնային կալանքում։ Հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարի ժամանակ ընթերցվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ողջույնի խոսքը, որում ասվում է. Սրտանց ողջունում եմ Հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարի բոլոր մասնակիցներին, մաղթելով հաջողություն եւ արդյունավետ աշխատանք։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով ես հիանում եմ ձեր ակտիվությամբ, գրագետ եւ համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, Facebook-յան փայլուն գրառումներով։ Գնահատում եմ նաեւ դաշինքներ ձևավորելու ուղղությամբ ձեր թափած ջանքերը։ Իմ նախազգացումով առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում, ասված է Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձում։ Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել, որտեղ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Եվրախորհրդարանի ելույթին։ Նամակում ասված է. «Կարդացի Եվրոպական խորհրդարանում շնչած ինքնադրսևորումդ ավելին սպասելի չէր։ Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից եւ իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ։ Ես բանտում, դու ոչ, բայց ես ազատ, իսկ դու ոչ, որովհետեւ ճշմարտությունը ազատարար է»։ Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր տիրոջ օրինակին շատ կուզեի ասել՝ «Ետիս գնա սատանա», բայց դա էլ եմ քեզ շատ համարում։ Ավելի լավ է մենք ենք մեր սարերի զավենին հղում կատարեմ, որովհետև տգետ ես։ Իսկ ավելի լուրջ ոչ թե քեզ, այլ ամբողջ ելույթին ավելի ուշ կանդրադառնամ։ Աստված օրհնի Հայաստանս, Արցախս եւ մեր հաղթանակը, նշել է Բագրատ Սրբազանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Նիստի օրակարգում ընդգրկված էին 3 տասնյակից ավելի հարցեր ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների, տեխնիկական կանոնակարգերի եւ մաքսային կարգավորումների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Հրայր Թովմասյանի փոխարեն առաջարկել է ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել են ազգային ժողովից։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին եւ ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, նշված է հաղորդագրության մեջ։ Կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Նիստից հետո մի քանի անդամներ կուղարկվեն քննչական կոմիտե։ Այս մասին հայտարարել է Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Նախկինում հաղորդվել էր, որ Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորականները կրկին կանչվել են հարցաքննության ժամը 10:00-ին անհետաձգելի քննչական գործողությունների պատրվակով։ Հոգևոր առաջնորդները հրաժարվել են ներկայանալ հարցաքննության եւ նիստը տեղի է ունեցել։ Նրանք նշել են, որ քննչական կոմիտեն պարտավոր է ուղարկել պաշտոնական ծանուցում։ Որոշ ծանուցումներ ավելի ուշ ուղարկվել են էլեկտրոնային եղանակով։ ԳՀԽ նախորդ նիստը տեղի չի ունեցել, քանի որ աշխարհիկ անդամները շտապ կանչվել էին քննչական կոմիտե եւ օրակարգի հարցերը նախատեսված էր քննարկել այսօրվա նիստում։ Գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է համարում Եվրախորհրդարանում Փաշինյանի կողմից հայոց եկեղեցու հասցեին շինծու վերագրումները։ ԳՀԽ հայտարարության մեջ ասվում է. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման, գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների առաջացած խնդիրների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանը։ ԳՀԽ-ն հաստատեց, որ Պաշտպանության նախարարի միակողմանի որոշումը հակասում է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի դրույթներին, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշմանը, որոնցով ամրագրված է հոգևոր սպասավորների ծառայությունը զինված ուժերում։ Կարևորելով գնդերեսների ծառայության նշանակությունը բանակի հոգևորի եւ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործում անհրաժեշտ նկատվեց, որ քննարկվեն ծառայության նոր կարգավորումները եւ դրանք օրինական հարթության վերադարձնելու ուղիները։ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր Հերիկ Աբրահամյանի եւ վերջինիս որդու Հովանես Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Դատալեքս համակարգի համաձայն գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանին։ Ըստ մեղադրանքի Հերիկ Աբրահամյանը 2 դրվագով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Հովիկ Արգամի Աբրահամյանին ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև օժանդակել է վերջինիս պաշտոնեական լիազորություններն անցնելուն։ Ինչ վերաբերում է Հովանես Աբրահամյանին, ապա վերջինս
ըստ մեղադրանքի հանդիսանալով Մեծնհովնան ՍՊ ընկերության տնօրեն արդյունաբերական օբյեկտը շահագործելու ընթացքում լինելով պատասխանատու խախտել է շրջակա միջավայրի պահպանության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև խախտել է ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնները, որն էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին։ Բացի այդ, Հովհաննես Աբրահամյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Հովիկ Արգամի Աբրահամյանին ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է. Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողության վրա արդեն ծախսել է մոտ 11 միլիարդ դոլար։ Լրագրողը հարցրել է նախարարին. արդյոք Իրանի դեմ ռազմական գործողությունների արժեքը այնպիսին է, որ նա ստիպված կլինի Թրամփին ասել, պատերազմն այլևս մատչելի չէ։ Բեսենթը պատասխանել է. բացարձակապես ոչ։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին երկրին Եվրամիության օգնությանը խոչընդոտելու համար։ Օրբանը կանգնած է Ռուսաստանի առաջնորդի կողքին։ Նա անում է նույնը, ինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոչընդոտում է Ուկրաինայի համար ամեն ինչին։ Այսօր նա միայն մեկ բան չի անում, չի հարձակվում մեր տարածքի վրա հրթիռներով կամ ԱԹՍ-ներով, ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Վերջինս հավելել է. Հունգարիան աջակցություն չի ցուցաբերել Ուկրաինային հակամարտության հենց սկզբից։ Ուկրաինայի առաջնորդը նշել է. Բուդապեշտը այս որոշումը պայմանավորել է Ռուսաստանում իսկական ընկերների առկայությամբ։ ԱՄՆ-իսրայելական գործողությունը Իրանի դեմ կշարունակի առնվազն եւս 2-3 շաբաթ, գործնականում մինչև ապրիլ, հաղորդում է Axios-ը, հղում անելով իսրայելցի եւ ամերիկացի պաշտոնյաներին։ Իսրայելցի եւ ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, պատրաստվում են հարվածել Իրանին առնվազն եւս 2 շաբաթ, նշվում է հոդվածում։ Axios-ը նշում է, չնայած ԱՄՆ նախագահը հրապարակավ պնդում է, որ իր գործողությունը մեծամասամբ հասել է իր նպատակին, ԱՄՆ եւ Իսրայելի պաշտոնյաները պնդում են, դեռևս որևէ ցուցակ չկա այն մասին, թե երբ կարող են դադարել մարտական գործողությունները։ Թրամփը հայտարարել է, ԱՄՆ-ն մտադիր է հաջորդ շաբաթ ուժեղ հարված հասցնել Իրանին։ Թրամփի խոսքով Վաշինգտոնը պատրաստվում է իրականացնել լայնածավալ ռազմական գործողություն։ Մենք ծրագրում ենք հաջորդ շաբաթ Իրանի դեմ շատ ուժեղ հարված հասցնել, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին։ Այս մասին հաղորդում է Noor News-ը։ Լրատվամիջոցի կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է խիտ ծուխ բարձրանում Դուբայի վրա։ Մեկ օր առաջ Իրանի նոր գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հայտարարել էր. Իսլամական Հանրապետությունը կշարունակի հարվածել հարևան երկրներում գտնվող ամերիկյան բազաներին, չնայած դեռ հավատում է բարեկամությանը իր հարևանների հետ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է. ԱՄՆ-ն եւ Իսրայելը չեն կարողացել հասնել իրենց նպատակներին Իրանի դեմ իրականացված հարձակումներից հետո։ Լուկաշենկոյի խոսքով Իրանի աշխարհագրական դիրքը եւ մեծածավալ զինանոցը թույլ են տալիս երկրին դիմակայել նման հարվածներին։ Նա նշել է. Իրանը մեծ տարածք ունի, լեռնային ռելիեֆ եւ բազմաթիվ թունելներ, որտեղ պահվում է ռազմական տեխնիկան, ինչի պատճառով այն դժվար է խոցել նույնիսկ ժամանակակից զինատեսակներով։ Բելարուսի նախագահը նաև ընդգծել է, իր երկիրը այս հակամարտությունում պահպանում է հավասարակշռված դիրքորոշում եւ չի միջամտում իրավիճակին։ Ռուսաստանի զինված ուժերը մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի տարածքում իրականացրել են 1 զանգվածային եւ 6 խմբային հարվածներ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով հարվածները հասցվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին, զինամթերքի պահեստներին եւ ռազմական տեխնիկայի տեղակայման կետերին։ Ռուսական կողմը դրանք ներկայացրել է որպես պատասխան գործողություններ Ուկրաինայի կողմից իրականացված հարձակումներին։ ՊՆ-ն նշել է, հարվածների նպատակն է եղել թիրախավորել ռազմական օբյեկտները եւ նվազեցնել Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունները, սակայն հայտարարության մեջ հարվածների ճշգրիտ վայրերը եւ դրանց հետևանքների մասին մանրամասներ չեն հրապարակվել։ ԱՄՆ-Իրան հակամարտությունից մինչ օրս ամենաշատը օգտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի տնտեսագետ Դանիել Երգինը։
Վլադիմիր Պուտինը շահել է վիճակախաղը։ Նա մինչ օրս ամենամեծ շահողն է, քանի որ նավթի գինը այնքան է բարձրացել, որ թույլ է տալիս նրան ֆինանսավորել Ուկրաինայում հակամարտությունը եւ պատժամիջոցները վերացվում են, ասել է տնտեսագետը։ Հաղորդվում է նավթային բումը Վլադիմիր Պուտինի համար միայն մեկ ճանապարհ է ԱՄՆ Իրան հակամարտությունից շահույթ ստանալու համար։ Նշվում է, որ ԱՄՆ-ն եւ նրա եվրոպացի դաշնակիցները կարող են ռեսուրսներն ու զենքը Ուկրաինայից տեղափոխել Մերձավոր Արևելք։ Իսրայելի ուժերի ներքին ռազմաճակատի հրամանատարությունը հայտնաբերել է Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներ։ Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են սպառնալիքը որսալու եւ չեզոքացնելու ուղղությամբ։ Իրանը կարող է մի քանի ամիս շարունակ պահպանել վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ իր ռազմական հնարավորությունների եւ աշխարհագրական դիրքի շնորհիվ։ Նման տեսակետ է հայտնել ամերիկացի ռազմական վերլուծաբան Էրել Ռասմուսենը։ Վերլուծաբանի խոսքով Իրանը զգալի առավելություն ունի տարածաշրջանում, օգտագործելով արագընթաց փոքր նավակներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռային համակարգեր։ Նրա գնահատմամբ նման պայմաններում Թեհրանը կարող է որոշել, թե որ նավերն են անցնելու նեղուցով եւ որոնք ոչ, ինչը կարող է երկար ժամանակ պահպանել հնարավոր շրջափակումը։ Իրանի զինվորականները հայտարարել են, վնասել են ԱՄՆ ռազմածովային ուժերի խոշորագույն նավերից մեկը՝ Աբրահամ Լինքոլն ավիակիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակ գնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին։ Իրանական կողմի տվյալներով ավիակիրը հարձակման է ենթարկվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կողմից եւ դուրս է բերվել շարքից։ Վերջինս հայտարարել են, նավը լքել է տարածաշրջանը եւ այժմ ուղևորվում է դեպի ԱՄՆ։ Միաժամանակ իրանցի պաշտոնյան չի հայտնել, երբ է տեղի ունեցել հարձակումը եւ արդյոք այն կապված է ավելի վաղ հաղորդված հրթիռային արձակման հետ։ Թուրքիայի արևելքում գտնվող Ինջիրլիկ ամերիկյան ավիաբազայում հնչել են օդային տագնապի ազդանշաններ այն բանից հետո, երբ բազան նախնական տվյալներով ենթարկվել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռների հարձակմանը։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Տեղեկությունների համաձայն երկու բալիստիկ հրթիռ, որոնք շարժվում էին Թուրքիայի ուղղությամբ, ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի կողմից խոցվել են մինչև նպատակին հասնելը։ Բաց աղբյուրների վերլուծությամբ զբաղվող մասնագետները նշում են, ավիաբազայի տարածքի վերևում նկատվել է մի քանի բալիստիկ հրթիռ։ Իրանի հետ հակամարտության մասին խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. ԱՄՆ-ն ունի անսահմանափակ զինամթերք եւ շատ ժամանակ։ Մենք ունենք աննախադեպ կրակային հզորություն, անսահմանափակ զինամթերք եւ առատ ժամանակ, հայտնել է նախագահը։ Նրա խոսքով Իրանի ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը ոչնչացվել են։ ԱՄՆ-ն շարունակում է ոչնչացնել իրանական հրթիռները, անօդաչու թռչող սարքերը եւ մնացած ամեն ինչ։ Իսկ իրանցի առաջնորդները ջնջվել են երկրի երեսից։ Նա սխալ է համարել ամերիկյան New York Times թերթի կողմից առաջ քաշած այն ենթադրությունը, որ ԱՄՆ-ն չի հաղթում Իրանի հետ հակամարտությունում։ ԱՄՆ կառավարության որոշումը մինչև մարտի 12-ը նավերի վրա բեռնված ռուսական նավթի եւ նավթամթերքի վաճառքը ժամանակավորապես ԱՄՆ պատժամիջոցներից ազատելու մասին չի վերաբերում Իրանի հետ կապված որևէ գործարքի։ Այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի կայքում հրապարակված ընդհանուր լիցենզիայում։ Այս ընդհանուր լիցենզիան չի թույլատրում գործադիր հրամանագրով արգելված որևէ գործարք կամ գործունեություն, ներառյալ Իրանի, Իրանի կառավարության, Իրանից ապրանքների կամ ծառայությունների հետ կապված որևէ գործարք կամ գործունեություն, նշվում է փաստաթղթում։ Իսրայելական եւ ամերիկյան ինքնաթիռները հարվածներ են հասցրել Թեհրանի արևելյան թաղամասերին, հաղորդում է Ֆարս գործակալությունը։ Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի մայրաքաղաքի երկու թաղամասերում, որոնք ենթարկվել են կործանիչների հարձակմանը։ Ավերածությունների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Թրամփը G7 երկրների առաջնորդների հետ անցկացված առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է. Իրանը գրեթե հանձնվել է։ Ըստ աղբյուրների, Թրամփը այս հայտարարությունը արել է առաջնորդների փակ ձևաչափով քննարկման ընթացքում, որտեղ անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին եւ Իրանի շուրջ զարգացումներին։ Նշվում է, Թրամփի գնահատականը ներկայացվել է որպես իր վարչակազմի ընկալումը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն հանդիպման ընթացքում այլ մանրամասներ չեն հրապարակվել։
Մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանության եւ տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին եւ զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ տեսփանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։ Բեռնի սրտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող տեսփանության առջև բացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը եւ ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է տեսփանության բացումը։ 5G անվան տակ խաբում են քաղաքացիներին։ Կիբերոստիկանությունը հորդորում է զգոն լինել։ Ներքին գործերի նախարարության կիբերոստիկանությունը տեղեկացնում է, որ հանցագործները զանգահարում են տարբեր հեռախոսահամարներից, ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակիցներ եւ հայտնում, թե իբր անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված 5G ցանցին միանալու կամ կապի որակը բարելավելու համար։ Ներբեռնած ծրագիրը զեղծարարներին հնարավորություն է տալիս հեռակակարգով կառավարել հեռախոսը, հասանելիություն ստանալ բանկային հավելվածներին եւ վայրկյանների ընթացքում հափշտակել հաշվեհամարներում առկա գումարը։ Այս զեղծարարություններից պաշտպանվելու համար հարկավոր է հետևել ներկայացված քայլերին։ Մի տեղադրեք անծանոթ հավելվածներ անծանոթ անձանց հորդորով, բջջային օպերատորները երբեք չեն պահանջում ծրագրեր ներբեռնել հեռախոսազանգի միջոցով, կասկածելի զանգ ստանալիս անմիջապես ընդհատեք խոսակցությունը եւ զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոն։ Իզմիրիլյան բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչվել։ Այս մասին հայտարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա մանրամասնել է. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացա, որ դատավոր Հարություն Պետրոսյանի կողմից բավարարվել է նաև Իզմիրիլյան բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով ներկայացրածս բողոքը եւ ոչ իրավաչափ է ճանաչվել նաև Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը, նշել է փաստաբանը։ Ավելի վաղ ոչ իրավաչափ է ճանաչվել նաև բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին առաջին ուղերձն է հղել իրանցիներին։ Վերջինս բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ջանքերը հայրենիքը պաշտպանելու գործում։ Նա նաև հայտարարել է, իրենք վրեժ կլուծեն բոլոր զոհերի, հատկապես Մինաբի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված 170 երեխաների համար։ Խամենեին նշել է, Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ հարձակումները կշարունակվեն։ Նրա խոսքով տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները պետք է փակվեն եւ այդ ռազմակայանները հարձակման կենթարկվեն։ Վերջինս նաև հայտարարել է, Իրանը պետք է շարունակի օգտագործել Հորմուզի նեղուցի փակման լծակները։ Երկրի նոր գերագույն առաջնորդի խոսքով Իրանը փոխհատուցում կպահանջի հարվածների հետևանքով հասցված վնասի համար։ Մայամիում բանակցություններ են տեղի ունեցել ամերիկյան կողմի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևի գլխավորած ռուսական պատվիրակության միջև։ Այս մասին հայտարարել է նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտքոֆը։ Ֆլորիդայում Ռուսաստանի պատվիրակությունը հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ, որի կազմում էին հատուկ դեսպանոր Սթիվ Ուիտքոֆը, Ջարեդ Քուշները եւ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը։ Իր հերթին Դմիտրիևը շնորհակալություն է հայտնել նախագահի հատուկ դեսպանորդին արդյունավետ հանդիպման համար։ Նրանց բանակցությունների մանրամասները դեռևս անհայտ են։ Իրանի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջև հակամարտությունը կարող է ավարտվել Նովրուզից առաջ, որը 2026 թվականի մարտի 21-ին է։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի օգնական եւ ավագ խորհրդական Ռահիմ Սաֆավին։ Կարծում եմ, այս պատերազմը կավարտվի Նովրուզից առաջ։ Իմ տեսակետն այսպիսին է. Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն կարող դիմանալ երկար պատերազմի եւ չեն կարողանա այն երկար շարունակել, եթե մենք շարունակենք անընդհատ գործողություններ, ասել է նա։ Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքի այն երկրների նավթագազային օբյեկտներին, որտեղ ԱՄՆ-ն ունի շահեր, իր ենթակառուցվածքների վրա չնչին հարձակման դեպքում, ասվում է Իրանի ռազմական հրամանատարության։
Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի հայտարարության մեջ. «Մենք զգուշացնում ենք թշնամու կառավարությանը եւ նրա բոլոր դաշնակիցներին, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ նավահանգիստների վրա նույնիսկ չնչին հարձակումը կհանգեցնի մեր ջախջախիչ եւ կործանարար պատասխանին»։ Նման հարձակման դեպքում տարածաշրջանի բոլոր նավթագազային ենթակառուցվածքները, որտեղ ԱՄՆ-ն եւ նրա արևմտյան դաշնակիցները ունեն շահեր, կայրվեն եւ կոչնչացվեն, ասվում է հայտարարության մեջ։ Թել Ավիվում հնչել են օդային հարձակման ազդանշաններ, այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը հայտնել է Իրանից հրթիռային հարձակման մասին։ Իսրայելի հրթիռային նախազգուշացման համակարգի համաձայն տագնապը միացել է կենտրոնական Իսրայելի զգալի մասում, ինչպես նաև արևմտյան ափին։ Վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չմիջամտել Իրանի հակամարտությանը։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ Նա ընդգծել է, որ չգիտի զրույցի մանրամասները, բայց շատ հավանական է, որ Թրամփը խնդրել է չմիջամտել Մերձավոր Արևելքում մոլեգնող հակամարտությանը։ Բայց ինչ է նշանակում չմիջամտել։ Իրավիճակը սպառնում է մեր անվտանգությանը։ ԱՄՆ-ն ցավոք անխոհեմորեն աջակցում է Իսրայելին Իրանի դեմ ագրեսիայում, եւ սա հենց Իրանի դեմ ագրեսիա է, հայտարարել է падգամավորը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է ԱՄՆ իրավապահ մարմիններին ուղարկված հետաքննությունների դաշնային բյուրոյի նախազգուշացումը, ըստ որի Իրանը կարող էր անօդաչու սարքով հարձակում իրականացնել Կալիֆոռնիայում, հիմնված էր մեկ չստուգված տեղեկության վրա։ Նախազգուշացման մեջ նշվում էր բյուրոյի տվյալներով, փետրվարի սկզբի դրությամբ Իրանը ցանկանում էր անակնկալ հարձակում իրականացնել ԱԹՍ-ներով, որոնք կարող էին արձակվել ծովում գտնվող նավից եւ ուղղվել Կալիֆոռնիայի թիրախների վրա։ Պարզ ասած, Իրանից մեր երկրի դեմ նման սպառնալիք գոյություն չունի եւ երբեք չի եղել, եզրափակել է Լիվիթը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել, որում իր կարծիքն է ներկայացրել, թե ինչու է Մեսրոպ Մաշտոցը առաջինը թարգմանել Աստվածաշնչի Գիրք առակացի առաջին նախադասությունը, ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները։ Փաշինյանը նշել է, թե ոչ մի գիտական հիմնավորում չկա, թե ինչու է հատկապես այդ կտորից սկսել Մեսրոպ Մաշտոցը հայերեն նոր տեքստի ստեղծումը։ Նա նշել է, որ շատ է մտածել այդ մասին եւ եկել է հետեւյալ եզրահանգման։ Ես շատ եմ մտածել այդ մասին եւ իմ եզրակացությունն այն է, որ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026 թվականին եւ մեր խնդիրն է, որ այդ խաչմերուկում կանգնած լինելով եւ մտածելով մեր ճանապարհը շարունակենք այնպես, ինչպես պետք է շարունակենք, որպեսզի հետագայում ողբամ քեզ հայոց աշխարհը չգրվի։ Եղանակը առաջիկա օրերին մարտի 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-ից 16 շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային եւ խովտային գոտիներում ձնախառն անձրևի եւ անձրևի տեսքով։ Մարտի 15-ից 16-ը առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն ավտոճանապարհներին, մերկասառույց։ Մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-ից 16-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 աստիճանով։ Երևանում մարտի 17-ի ցերեկը 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը եւ առավոտյան 15-ից 16-ը, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 14-ին թաց ձյան եւ ձնախառն անձրևի, մարտի 15-ից 17-ը անձրևի տեսքով։